Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բայց դուք ստիպեցիք, որ մի թվայով էլ խոսեմ, մի հանելուկ, որը ես այս վերջերս ինձ համար արձանագրեցի եւ ունեմ դրա լուծման իմ պատկերացումը կամ հանելուկի լուծման, որովհետեւ երբ որ մենք համընդհանուր հայտարարական համակարգ ներդրում էինք, պարզեր որ մեզ պետքա լինելու 400-500 հազար նույնականացման քարտ, բայց 2025 թվականի հունվարի դրությամբ մեր նույնականացման քարտերի թողունակությունը ամիսը ինչքան, ամիսը մի 10,000, այսինքն որ մենք ակնհայտ հունվարի 1-ի դրությամբ գիտենք, որ եւս 400,000 մարդ պետք է նույնականացման քարտ ունենա եւ որպեսզի համընդհանուր հայտարարագիր լրացնի, բայց մենք ունենք ամիսը 10,000 նույնականացման քարտի թողարկման հնարավորություն։ Եվ ես էլ դրա մասին իմանում եմ բնականաբար ուշ, եւ ես մտածում եմ, ասում եմ լավ, ոնց կարա, որ դեպքում կարա պատահի սենց, որ մենք որոշում ենք կայացնում, որ 400,000 մարդ պետք է ունենա նույնականացման քարտ, բայց մեր թողունակությունը 10,000 է։ Չէ, բայց ինչի, պարզա պրինտեր չունենք։ Եվ գտել եմ այդ հարցի պատասխանը, որովհետև ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածել են, ասել են, դե հա որոշել են, հո չեն անելու, հեսա կգա հունվարի բանը, դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը, դե որովհետև քաղաքական վիճակը նենց է, այս հաջորդ տարի ընտրություններն են, այս կառավարությունն էլ հո բան չի, տենց կգա, կգնա եւ չեմ թաքցնում, այդ ընթացքում տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք եւ նորություն չի։ Ցանկացած բան եւ այս վերջերս ես նամակ եմ գրել մեր մի շարք գործընկերների, որ ասել եմ, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Դրա համար է տենց, որովհետև մտածում ենք դե որոշումա, մարդիկ դժգոհ են լինելու, Էստոնիայի մի միջավայրից հարցրեցի, մարդիկ գոհ էին, որ նույնականացման քարտը պարտադիր է, նայում են, ասում են, պարզա որ գոհ չեն, բայց այդ չի տրամաբանությունը։ Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, հա մենք որոշում ենք, եկեք մի հատ վիճակագրություն անենք։ Հա ինչքան ժամկետը մոտենում է, կամաց, հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը, ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը, եւ զատիկը, եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կա, ամեն տարի, հասկանում եք, ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ են կայացրել որոշումները։ Ո՞վ է կայացրել որոշումը։ Ինչի համար է կայացրել որոշումը։